Առաջին եթերում հարցազրույցն է, բարև ձեզ։ Այսօր Հանրապետության նախագահ այցելել է հանրային հեռուստաընկերություն։ Այցն աշխատանքային էր։ Նախագահ ծանոթացավ նաև առաջին լրատվական ծառայության աշխատանքային պայմաններին եւ հենց այստեղ էլ ընդունեց մեր առաջարկը եւ այսօր այս պահին հարցազրույցի տաղավարում Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն է։ Շնորհակալություն, պարոն նախագահ, մեր հրավերը չմերժելու համար։ Ես ձեզ հարցերով շատ չեմ ծանրաբեռնի, ընտրել եմ պարզապես այն հարցերը, որոնք վերջին շրջանում շատ հրատապ եւ օրախնդիր էին համարվում։ Բայց մինչ հարցերին անդրադառնալը, հիշեցնեմ, որ մեկնարկել է աշխարհի առաջնությունը եւ ես վստահ եմ, որ դուք հետևում եք նաեւ աշխարհի ֆուտբոլի առաջնության խաղերին։ Ինձ հետաքրքիր է ում եք երկրպագում այս առաջնությունում։ Ես այդ բառը կարող եմ օգտագործել միայն իմ վերաբերմունքը Հայաստանի հավաքականի նկատմամբ ցույց տալու համար եւ ավելի կարճ ասած, ես երկրպագում եմ Հայաստանի ֆուտբոլային հավաքականին։ Բայց անշուշտ, իհարկե, ես հաճույքով դիտում եմ նաեւ այլ ֆուտբոլային խաղեր եւ հիմա այս ֆուտբոլային տոնի ժամանակ չեմ կարող այդ լավ առիթները բաց թողնել, անշուշտ դիտել եմ մի քանի խաղ եւ համարում եմ, որ իմ այսպես սիրողի մակարդակով կարծիք եմ հայտնում, որ շատ հետաքրքիր եւ դիտարժան առաջնություն է, աշխարհի առաջնություն։ Ընդհանրապես ես տասնամյակներ շարունակ մշտապես համակրել եմ եւ հաճույքով դիտել եմ Բրազիլիայի եւ Գերմանիայի հավաքականների խաղ։ Իհարկե եղել են ժամանակներ, երբ որ առիթը բաց չեմ թողել հիանալու Ֆրանսիայի, Հոլանդիայի, Իտալիայի, Իսպանիայի հավաքականների խաղով, բայց նորից եմ կրկնում, իմ այսպես համակրանքը միշտ եղել է բրազիլական եւ գերմանական ֆուտբոլի կողմը։ Կարծում եմ, որ այս առաջնության ամենագրավիչ պահը հանգամանքը գոլ առատությունն է, որովհետև ինչ ֆուտբոլ առանց գոլի։ Եվ փաստորեն այս ընթացքում ընդամենը մեկ խաղ է ավարտվել առանց գոլ արձանագրելու։ Եվ ես կցանկանայի, որպեսզի չեմպիոն դառնար Գերմանիայի ընտրանին, որպեսզի հետո մենք կարողանանք ասել, որ այո, խոշոր հաշվով պարտություն կրեցինք, բայց այդ պարտությունը կրեցինք աշխարհի չեմպիոնից։ Անցնենք մեր խնդիրներին, պարոն նախագահ, եւ այն հարցերին, որոնք ես նախատեսել եմ այսօր այս հարցազրույցի համար։ Ինձ թվում է այդ հարցերի առաջնակարգությունը նշելիս պիտի նախ գանք սահմանային իրադրությանը։ Սահմանին որոշ շրջանում լարված էր, հիմա այսօրին իհարկե խաղաղ է, բայց այդ լարվածությունը մտորելու տեղիք է տալիս, ես նկատի ունեմ հատկապես զարգացումները Նախիջևանյան թևի վրա, հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում։ Այստեղից ինչ պիտի ենթադրել, մեր հակառակորդը նոր մարտավարություն է որտեղ գրել, եւ եթե այո, ապա մենք ինչ ենք ձեռնարկում այս ուղղությամբ, առհասարակ սահմանին։ Ես չեմ կարծում, որ մենք հիմա ականատեսնենք նոր մարտավարության, իմ խորին համոզմամբ զարգանում են այն պրոցեսները, որոնք արդեն գոյություն ունեն երկար տարիներ։ Այո, հակառակորդը լարվածությունը պահում է մեր սահմանների երկայնքով եւ դրա նպատակները մի քանիսն են, բայց կարծում եմ, որ ամենակարևոր նպատակը նա է, որպեսզի աշխարհին բոլորին ցույց տրվի, որ պատերազմը չի ավարտվել եւ եթե բանակցային գործընթացում հաջողություններ նրանք չունեցան, ապա անխուսափելի է ռազմական գործողությունների վերսկսումը։ Եթե հիշում եք, Հայաստանի Հանրապետական կուսակցության վերջին համագումարի ժամանակ ես ասացի, որ անշուշտ չափազանց կարևոր է, թե ինչպիսի սպառազինությամբ է զորքը գնում մարտի
բայց նաև ասեցի, որ առավել կարևոր է, թե կռվողը ով է, հանուն ինչի է կռվում եւ ում հետ է կռվում։ Այդ առումով ես մեկ անգամ եւս պետք է շեշտեմ, որ 94 թվականի մայիսից հետո մենք երբեք նպատակ չենք ունեցել վերսկսելու ռազմական գործողությունները եւ մեր ողջ նախապատրաստական աշխատանքը ուղղված է մեր պաշտպանունակության բարձրացմանը։ Եվ այս առումով իհարկե վերջին տարիները բացառություն չեն եւ մենք պարբերաբար եւ այստեղ կարող եմ այդ բառն օգտագործել ջանասիրությամբ ավելացնում ենք մեր սպառազինությունները, ձեռք ենք բերում նոր տեսակներ եւ կատարելագործում ենք նախկինները։ Կարող է հարց առաջանալ, իսկ ինչու չենք մենք այդ ամենը ի ցույց դնում, այլ սահմանափակվում ենք ընդամենը զորավարժություններ անցկացնելով կամ էլ մասնակիորեն որոշակի ռեպորտաժներում ինչ-որ բան ցուցադրելով, որովհետև մենք դրա կարիքը չունենք, նորից եմ ասում։ Սպառազինություններ ձեռք բերելով եւ ամեն վարքյան ի ցույց դնելով տարբեր պետություններ տարբեր խնդիրներ են լուծում։ Մեր հասարակությունի տարբերություն ուրիշների բաց հասարակություն է եւ մենք կարիքը չունենք ավելորդ ցուցադրման կամ ճիշտ բառը երևի ցուցամոլությունն է։ Մեր հասարակության տարբեր ներկայացուցիչներ հնարավորություն ունեն եւ ունենալու են մշտապես այցելելու զորամասեր, տեղյակ լինելու ինչպես զինվորների մարտական ոգու, այնպես էլ մեր զինատեսակների կատարյալ լինելու մեջ, մեր զինատեսակների պահանջվող չափով արկա լինելու մեջ։ Եվ մենք շարունակելու ենք այս աշխատանքը, որովհետև անվտանգության խնդիրները մեզ համար առաջնային են։ Ոչինչ չենք խնայելու, որպեսզի մեր հրաշալի տղաները ունենան այն, ինչը անհրաժեշտ է մեր սահմանները անառիկ պահելու համար, մեր անվտանգությունը ապահովելու համար։ Պարոն նախագահ, օրեր առաջ լրացավ 20-ամյակը հրադադարի։ 20 տարի արդեն հարաբերական խաղաղություն է այս տարածաշրջանում։ 20 տարի նաև բանակցություններ են ընթանում երկու պետությունների միջև։ Հիմա ի վերջո ինչ արդյունք պիտի ակնկալել այս բանակցություններից։ Դեք բանակցությունների ամենակոնկրետ արդյունքը արդեն 20 տարի տևող խաղաղությունն է։ Այո, վատ խաղաղություն է, փխրուն խաղաղություն է։ Եվ ժամանակ առ ժամանակ մեր փայլուն տղաները զոհվում են։ Բայց ցանկացած խախուտ խաղաղություն նախընտրելի է, քան որևէ պատերազմ։ Ցանկացած բանակցություններ նախընտրելի են, քան ռազմական գործողությունները։ Այո, բանակցությունները դանդաղ են ընթանում։ Եվ մեր ցանկությունն է, որպեսզի օր առաջ խնդիրը լուծվի, բայց ոչ ամեն գնով եւ ոչ ցանկացած պայմաններով։ Բանակցությունների դանդաղումը իմ խորին համոզմամբ պայմանավորված է նրանով, որ մենք եւ Ադրբեջանը տարբեր կերպ ենք մեկնաբանում այն սկզբունքները, որոնք համանախագահների կողմից առաջարկվել են որպես խնդրի լուծման հիմք։ Մենք եւ համանախագահները այդ սկզբունքները պատկերացնում ենք եւ մեկնաբանում ենք
նույն կերպ։ Ադրբեջանը այլ բան է հասկանում այդ հասկացողությունների տակ, այդ սկզբունքների տակ։ Եվ բնական է, որ բանակցությունների ընթացքում այս տարակարծությունը խոչընդոտող հանգամանք է հանդիսանում։ Եվ պատահական չէ, որ ամեն անգամ հասնելու ինչ-որ մի փուլի Ադրբեջանը նոր առաջարկություններով է հանդես գալիս, որպեսզի բանակցությունները ընթանան մեզ համար եւ միջազգային հանրության համար, մեր ժողովրդի համար ընդունելի տեմպերով անհրաժեշտ է, որպեսզի հստակեցվի մեկ հանգամանք։ Մենք նույն կերպ պետք է հասկանանք միջազգայինորեն ընդունված սկզբունքները։ Մենք շնորհակալ ենք Մինսկի խմբին, համանախագահներին իրենց գործադրած ջանքերի համար։ Ի վերջո, այս խաղաղությունը կամ խնդրի լուծումը առաջին հերթին մեզ է պետք, այնուհետև ուրիշներին։ Բայց ես կարծում եմ, որ այստեղ նաև ջանքերի ավելացման խնդիր կա այն ուղղությամբ, որի մասին ես ասեցի։ Պարոն նախագահ, հիմա գանք մի քանի տնտեսական հարցերի, հատկապես Աստանայից հետո, որոնց շուրջ խոսակցությունները բավականին ակտիվացան եւ ընդ որում տարակարծությունը այստեղ էլ է մեծ։ Վերլուծաբանների որոշակի շրջանակ կարծիք է հայտնում, որ Եվրասիական տնտեսական միության անդամները այնքան էլ շահագրգռված չեն մեր անդամակցությամբ այս միության, այդ մասին է վկայում նաև Աստանայում Նազարբաևի դիտարկումը մեր սահմանների առնչությամբ։ Հիմա դուք ինչ եք մտածում այս առնչությամբ։ Դեք ես չեմ կիսում որոշ մոտեցումներ եւ առաջին հերթին չեմ կիսում այն կարծիքը, որ Մաքսային միության անդամ երկրները չեն ցանկանում, որպեսզի Հայաստանը միանա Մաքսային միությանը։ Գիտեք, ինձ համար կարծես թե այս հարցը սպառված էր եւ ես զարմանում եմ, որ մենք դեռևս շարունակում ենք քննարկել այս հարցը։ Բովանդակային առումով իրոք ամեն ինչը կարծում եմ վերջացած է եւ շատ պարզ է։ Այո, Հայաստանի Հանրապետությունը անդամակցելու է Մաքսային միությանը։ Այո, Հայաստանի Հանրապետությունը անդամակցելու է Մաքսային միությանը իր իսկ կողմից ճանաչած սահմաններով։ Այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետությունը այս 20-22 տարիների, 23 տարիների ընթացքում անդամակցել է մնացած բոլոր միջազգային կառույցներին։ Որևէ մեկը կա, որ այստեղ հարց առաջացնի կամ ասի այս մոտեցումը սխալ է։ Վստահ եմ, որ ոչ։ Ճշմարտություն է նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունը ունի առանձնահատուկ հարաբերություններ, ուղիղ ասեմ, երկրորդ հայկական հանրապետության հետ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ եւ կասկածի տակ առնել այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ պետություն է, սխալ է։ Այո, որոշակի եւ շատ հստակ նկատառումներից ելնելով մենք չենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Եվ ես դրա հետ համամիտ եմ 100%-ով։ Այո, ուրիշները եւս չեն ճանաչել, ելնելով այլ նկատառումներից։ Սա իրականությունն է։ Հարցի էությունն է։ Հարցերի այսօրվա վիճակն է։ Եվ կարծում եմ ամեն ինչը բոլորի համար էլ հասկանալի է։ Եթե որոշակի խնդիրներ մնացել են, եթե որոշակի հարցեր մնացել են, այս հարցերը հուզական մակարդակում են, էմոցիոնալ մակարդակում են։ Եվ ես
մեծ պատրաստակամությամբ ընդունում եմ մեր ժողովրդի ցանկությունները եւ այդ հույզերը, բայց պետք է հասկանանք, որ քաղաքականության մեջ, առավել եւս դիվանագիտության մեջ հույզերը տեղ չունեն։ Դիվանագիտությունը կամ բանակցությունները տաղայություն անելու տեղ չեն։ Այդպիսի հանգամանքները ավելի շուտ կարելի է գնահատել որպես անպատասխանատվություն, բախտախնդրություն։ Դիվանագետի քաղաքական գործիչի նպատակը խնդիրը լուծելն է։ Եվ մենք մեր խնդիրը լուծելու համար միշտ ցուցաբերելու ենք հաստատակամություն, հույզերը պարփակելով մեր մեջ, բայց սառը հաշվարկներով եւ տրամաբանությամբ գնալով դեպի խնդրի լուծում։ Եվ ես իրոք զարմանում եմ, որ շատերը զարմացած են, թե ինչու Աստանայում այդպիսի կարծիք հնչեց։ Այսինքն ում համար է գաղտնիք, որ Ադրբեջանը ոչ միայն լարվածություն է ստեղծում սահմանին, խախտում է հրադադարը տասնյակ հարյուրավոր անգամներ օրեկան եւ իհարկե դիվանագիտական ճակատում է պատերազմ մղում։ Եվ անհասկանալի կլիներ, եթե Ադրբեջանի նախագահը նամակ չուղղեր եւ Ղազախստանի նախագահին, եւ Ռուսաստանի նախագահին, եւ Բելոռուսի նախագահին։ Երբ որ ասում են անակնկալ էր, ես չեմ կիսում այդ հանգամանքը, ոնց կարող անակնկալ լինել։ Մեր պատվիրակության կազմում 10-ից ավելի մարդ էին։ Եվ նախորդ երեկոյան մենք խորհրդակցություն էինք անցկացրել, եւ այդ 10 մարդուց ավելին էլ գիտեին, որ այո Ադրբեջանի նախագահը նամակ է հղել 3 նախագահներին։ Բացի դրանից, մենք ունենք անցյալի փորձը։ Մինսկում Ղազախստանի նախագահը այդ հարցերը բարձրացրեց։ Եվ այստեղ անակնկալի գալու ինչ խնդիր կա։ Բացարձակապես հարցը նպատակահարմարության մասին է, թե որտեղ ինչ կարելի է ասել։ Այնտեղ տարօրինակ ոչինչ չի հնչել։ Մի կողմ դրեք հույզերը եւ լսեք, թե այնտեղ ինչ է հնչել։ Եվ երբ որ ես ասում էի, իրոք տհաճ էր, տհաճությունը ոչ թե բովանդակային առումով է ասում տհաճ էր, այլ տհաճ էր, որ Մաքսային միության անդամ երկրներից մեկի նախագահը հղում էր կատարում Ադրբեջանի նախագահի նամակին։ Միայն այսքանը։ Իսկ որ նորից եմ ասում, Հայաստանի Հանրապետությունը ունի իր հստակ սահմանները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ունի իր հստակ սահմանները, այստեղ կասկածելու ոչինչ չկա։ Եվ բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր փորձում են միջև վերջ ճիշտ չհասկանալ Լեռնային Ղարաբաղի անկախ լինելու հանգամանքը եւ փորձում են այս թեման դարձնել քննարկումների առարկա, ոչնչով չեն օժանդակում, ընդհակառակը խոչընդոտում են խնդրի լուծմանը եւ վտանգներ են, հավելյալ վտանգներ են առաջացնում Հայաստանի Հանրապետության համար։ Եվ այստեղ մի բան էլ պետք է ասեմ, օգտվելով այս հնարավորությունից եւ դիմելով իմ քննադատներին։ Խնդրում եմ, մի պաշտպանեք Արցախը ինձնից։ Սա ոչ միայն վիրավորական է, այլ նաեւ անհեթեթ է։ Անհեթեթ։ Պարոն նախագահ, այդուհանդերձ տնտեսական միությանը, Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունը ունի նաև մի շարք տնտեսական ասպեկտներ իսկապես, որտեղ էլի կան մտահոգություններ։ Մտահոգությունների թվում գլխավորը թերևս այն է, որ այդ միության անդամակցելիս Հայաստանում խոսվում է շատ ապրանքների գների թանկացման մասին։ Հիմա արդյոք սա իրականությունը սա է, եւ արդյոք մենք հաշվարկել ենք այդ
դրականը, բացասականը միության անդամակցելիս։ Անշուշտ, Մաքսային միության մենք ցանկություն ենք հայտնել անդամակցել, ունենալով ոչ միայն այլ խնդիրների հետ կապված բազմաթիվ հանգամանքներ, այլ նաև խորը տնտեսական վերլուծություններ։ Եվ ակնհայտ է, որ արդեն իսկ դրա արդյունքներից որոշներից մենք օգտվում ենք։ Եթե այսօր մենք 1000 խորանարդ մետր գազ մեր սահմանին ստանում ենք 189 դոլարով, եթե այսօր վառելիքաքսուքային նյութերի վրա ունենք համապատասխան զեղչեր, եթե այսօր բնական ալմաստների ներմուծման պարագայում ունենք 7%-անոց զեղչ, դա, այսպես ասած, Մաքսային միության անդամակցելու նախապատրաստական ժամանակահատվածն է։ Անշուշտ որոշակի անհանգստություններ կան ոչ միայն տնտեսագետների, այլ նաև հանրության, այդ թվում նաև ինձ մոտ, որտեղ չի կարող անհանգստություն չլինել։ Մենք մտնում ենք մի նոր տնտեսական համակարգ։ Եվ այստեղ անշուշտ կան մարտահրավերներ, բայց այդ մարտահրավերները լուծելի են եւ մեր անդամակցությունը բերելու է Հայաստանի տնտեսական զարգացմանը։ Այո, դրույքաչափերի առումով որոշակի տարբերություններ կան։ Նախ այդ տարբերությունները հսկայական չեն, եւ երկրորդ, զգայուն ապրանքների մասով մենք կառուցել ենք մուտքի շղթաներ, եթե այսպես կարելի է ասել, այսինքն հերթականություն, որպեսզի ժամանակային առումով հավասարվենք այդ դրույքաչափերին։ Օրինակի համար կարող եմ ասել, ենթադրենք մեքենաների ներմուծման մասով։ Ակնհայտ է, որ Մաքսային միության անդամ երկրները ավելի մեծ դրույքաչափ են կիրառում ավտոմեքենաների ներմուծման ժամանակ։ Մենք ավելի քիչ։ Բայց այդ դրույքների կիրառումը Հայաստանի Հանրապետության համար անպայման հետաձգվելու է 5-ից 10 տարի։ Ինչի եմ ասում 5-ից 10 տարի, որտեղ սա այն խնդիրներից մեկն է, որ ես ասում եմ, որ մնացել է 2-3 խնդիր։ Մինչև մենք մոտենանք այն դրույքաչափ։ Այո։ Այսինքն ավտոմեքենաների ներմուծումը զգայուն հարց է մեզ համար։ Դրա համար մենք խնդրել ենք տալ մեզ ժամանակ։ Մեր խնդրանքը հարգվել է։ Եվ մենք ունենալու ենք նվազագույնը, կարծում եմ, վստահ եմ, որ այդպես կլինի 5 տարի ժամանակ։ Այդ 5 տարի ժամանակում մենք կադապտացվենք, այդ 5 տարի ժամանակը բավարար է, իսկ եթե լինի 7 տարի, ավելի լավ։ Եվ այդպես բոլոր զգայուն ապրանքատեսակների նկատմամբ հսկայական էլ չէր խանգարել։ Հսկայական թիմ է աշխատել եւ ես վստահ եմ, որ մենք առաջին արդյունքները ունենալու ենք հենց հաջորդ տարի։ Եվ այն ժամանակ մենք ի ցույց ենք դնելու բոլոր այդ առավելությունները։ Նորից եմ կրկնում, մենք բանակցային փուլում էինք եւ բանակցային փուլում գովերքել, ի ցույց դնել առավելությունները, այդ նշանակում է ունենալ ոչ ամուր դիրքեր բանակցային սեղանի շուրջ։ Վստահ եմ, տեսնեք, եւ ես համոզված եմ, որ մի քանի տարի հետո Հայաստանի հաջողությունները պայմանավորելու են, ասելու են այս քայլի արդյունքը։ Պարոն նախագահ, հիմա գանք Հայաստանից ներս։ Նոր կառավարություն, մեր տնտեսությունը արդեն ղեկավարում է կառավարության նոր կազմը, իհարկե այսօր շուտ է ասել, թե կառավարությունը ինչ է արել կամ ինչ պիտի անի, բայց ինձ շատ հետաքրքիր դուք ինչ եք ակնկալում այս կառավարությունից։ Ես բազմաթիվ անգամ
բնական առիթ ունեցել այդ մասին խոսելու, ինչպես հրապարակավ, այնպես էլ եւ վարչապետի եւ կառավարության անդամների հետ։ Եվ ուրախությամբ պետք է նշեմ, որ ամբողջ կառավարությունը գիտակցում է պատասխանատվության իր աստիճանը։ Ամբողջ կառավարությունը գիտակցում է, որ նախկին կառավարության փոփոխությամբ ակնկալիքներ են ձևավորվել եւ այս ակնկալիքները պետք է արդարացվեն։ Այլ խնդիր է, որ յուրաքանչյուր աշխատանք, լինի դա կառավարության, լրագրողի, գործարարի, պետք է լինի տեսանելի եւ չափելի։ Եվ որոշակի ժամանակահատված է անհրաժեշտ, որպեսզի մենք կարողանանք արդյունքները տեսնել եւ չափել հաջողության աստիճանը։ Որպեսզի մանրամասների մեջ չխորանամ, ինձ համար որպես ոչ տնտեսագետի գոյություն ունեն մի քանի չափանիշներ։ Առաջինը կայուն տնտեսական աճն է։ Նոր կառավարությունը պետք է ապահովի կայուն տնտեսական աճ։ Երկրորդ չափանիշը աշխատավարձ գնաճ հարաբերակցությունն է։ Այսինքն աշխատավարձի աճը միշտ պետք է գերազանցի, առաջանցիկ լինի գնաճին, որպեսզի ավելանան մարդկանց իրական եկամուտները։ Եվ երրորդ հանգամանքը, որպեսզի շատ չծավալվեմ, հարկեր հնա հարաբերակցությունն է, թե մեր հնայի որ տոկոսն ենք մենք կարողանում հարկերի տեսքով բերել բյուջե, որովհետև սա է հիմքը եւ աշխատավարձերի բարձրացման եւ սոցիալական խնդիրների լուծման։ Եվ եթե այս տեսանկյունից ենք նայում, մենք վերջին 3-4 տարիներին ունեցել ենք իրոք ձեռքբերումներ։ Այլ խնդիր է, որ ակնկալիքները մեծ են։ Այլ խնդիր է, որ բոլորս ցանկանում ենք օր առաջ շատ բարեկեցիկ ապրել։ Եվ այդպիսի ցանկություն գոյություն ունի բոլոր հասարակություններում։ Աշխարհի բոլոր երկրներում էլ կան դժգոհություններ, որոնք պայմանավորված են հենց այդ ցանկություններով։ Եվ սա շատ նորմալ բան է։ Աշխարհի բոլոր երկրներում կան տեսակետների բախումներ։ Աշխարհի բոլոր երկրներում կան տարակարծություններ։ Եվ հենց այս տեսակետների բախման ժամանակ են ծնվում պետության համար օգտակար որոշումները։ Եվ իմ ցանկությունն է, որպեսզի մենք այս process-ները խորացնենք։ Բայց մի պայմանով, որ այդ բախումները իրոք լինեն տեսակետների բախումներ, որ այդ բախումները լինեն ազգային ժողովում, մամուլի էջերում եւ ոչ թե ցուցարարների եւ ոստիկանների միջև լինեն այդ բախումները։ Մենք պետք է կարողանանք ուժ գտնել եւ իշխանությունները եւ ընդդիմությունը, որպեսզի կարողանանք քաղաքակիրթ ճանապարհով գալ ճիշտ լուծումների։ Հիմա նոր կառավարության առումով ես արդեն տեսնում եմ նախանշանները, որ այս կառավարությունը հաջողություն է ունենալու։ Կանցնի որոշակի ժամանակ մենք շատ ավելի հստակ կխոսենք։ Հիմա գանք հենց ձեր նշած բախումներին, ես բախումներ այստեղ ճակերտներին եմ վերցնում, սխալ կլիներ այսօր ընդդիմության գործողություններին չանդրադառնալ, հատկապես վերջին քառօրյայում ընդդիմության ներկայացրած պահանջների ֆոնին, դրանք 12-ն են, իդեպ ուզում եմ հարցնել, դուք արդեն ծանոթացել եք այդ պահանջներին, պարոն Շուշ։ Եթե ծանոթացել եք, ուրեմն արդեն ունեք հստակ ձեր վերաբերմունքը, կարծիք կա նաև մասնագիտական, որ ընդդիմությունը իշխանության առաջարկում է գործել պրագմատիկ դաշտում։ Ընդունել եք այդ առաջարկը եւ ինչ է ընդհանրվում իշխանության կողմից։ Դե նախ պետք է ասեմ, որ այդ փաստաթուղթ կազմողները ամենայն հավանականությամբ մի քիչ տոպողականություն են ցուցաբերել եւ որոշակի լեզվա շարադրական, այսպես բաստողումներ են ունեցել, որովհետեւ եթե նպատակը համագործակցությունն է, ապա
այդպիսի փաստաթղթերից պետք է բացառվեն, պահանջում ենք, պարտադրում ենք եւ այլն հասկացողությունները, բառերը։ Ես համոզված եմ, որ այո, ընդդիմությունը ցանկանում է համագործակցել, որպեսզի միասին կարողանանք լուծել մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները։ Անշուշտ ես արդեն հորդորել եմ իմ կուսակից ընկերներին, կառավարությանը ուշադրությամբ ուսումնասիրել եւ կատարել հետեւյալ գործողություն։ Այն հարցերը, որոնք ներառված են մեր ծրագրերում կամ իմ նախընտրական ծրագրում կամ այսօրվա կառավարության արդեն հաստատված ծրագրում, ապա պետք է արագ առաջ տանել եւ բացատրել մեր ընդդիմադիրներին, թե այս ուղղություններում միջև ուր ենք շարժվելու։ Երկրորդ, այն հարցերը, որոնք առնչություն ունեն սահմանադրական բարեփոխումների հետ, անպայման պետք է քննարկվեն հեղինակների հետ միասին եւ գան ընդհանուր հայտարարի։ Եվ երրորդ, այն հարցերը, որոնք մեր կարծիքով, մեր թիմի կարծիքով իրատեսական չեն, ապա անպայման պետք է բացատրել մեր ընդդիմախոսներին, թե ինչու իրատեսական չեն եւ ինչ հետևանքների կարող են բերել, եթե մենք խնդիրները լուծենք այդ կերպ, ինչ կերպ իրենք են առաջարկում։ Նորից եմ կրկնում եւ ես համոզված եմ, որ կարծիքների այս բախման արդյունքում մենք կունենանք շատ լավ որոշումներ։ Իդեպ, պարոն նախագահ, դուք նշեցիք սահմանադրական բարեփոխումների շուրջ ընդդիմության եւ իշխանության բանավեճը, դուք ինչ եք մտածում process-ի մասին, այնինչ տեղի ունենում այս օրերին, եւ ինչ պիտի ակնկալել այս փոփոխություններից ի վերջո։ Դեք ես կարծում եմ, որ բավական ինտենսիվ process է ընթանում եւ մասնագետները մեծամասնությամբ հանրության բավական լայվ շրջանակներ մասնակցություն են ունենում այս process-ին։ Կարևորագույն խնդիրը իմ կարծիքով դա մասնագետների ակտիվ մասնակցությունն է։ Շատերն ասում են, որ սահմանադրությունը քաղաքական փաստաթուղթ է եւ դրանով պետք է զբաղվեն քաղաքական գործիչները։ Համաձայն լինելով, որ սահմանադրությունը իրոք քաղաքական փաստաթուղթ է եւ որ քաղաքական գործիչները մասնակից պետք է լինեն, այնուհանդերձ ես համարում եմ, որ առաջին հերթին սահմանադրությունը իրավաքաղաքական փաստաթուղթ է եւ այստեղ առանց մասնագետների մենք կարող ենք շատ մեծ խնդիրների առջև կանգնել։ Եվ այս մասով մասնագետների ընդգրկմամբ, քննարկումների ծավալներով եւ հաճախականությամբ ես գրեթե բավարարված եմ։ Հաջորդ խնդիրն իհարկե քաղաքական ուժերի ներգրավումն է այս քննարկումներում, որովհետեւ մեր ցանկությունը ինքնանպատակ չէ։ Մենք ցանկանում ենք, որպեսզի ընդգրկելով մեր հանրության լայն շրջանակներ ստանալ մի փաստաթուղթ, որ կապահովի մեր երկրի առաջընթացը։ Կա եւ նաեւ երրորդ հանգամանք։ Թեև իհարկե դժվար է հանրության լայն զանգվածներին հասցնել այդ հսկայածավալ փաստաթղթի մանրամասները, բայց ես կարծում եմ, որ այստեղ էլ մենք անելիք ունենք եւ պետք է քննարկման շրջանակները լայնացնել։ Եվ ես տեսնում եմ, որ այդ քննարկումները միայն այսօր Երևանում են տեղի ունենում։ Եվ ես վստահ եմ, որ այդպիսի քննարկումներ պետք է լինեն մեր մարզերում, համայնքներում։ Ես կարծում եմ, որ եւս որոշակի ժամանակ մենք հնարավորություն կտանք հանձնաժողովին ծավալել գործունեություն նաեւ մարզերում։
Այնուհետև, իհարկե, երբ որ ազնաժողովը ավարտի այս քննարկումները եւ ինձ ներկայացնի հայացակարգ, այն ժամանակ արդեն անշուշտ ես ավելի հանգամանորեն խոսեմ այս մասին։ Մի հարց էլ պարոն նախագահ, եւ մոտենում ենք մեր զրույցի եզրագծին, այս հարցը մի փոքր դիվանագիտական ինտրիգել է պարունակում, նախապես ասեմ ձեզ, դուք վերջերս հայտնի նիստում հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված Թուրքիայի նախագահին հրավիրեցիք մասնակցել 100-ամյակին նվիրված արարողություններին։ Իդեպ ասեմ, դա որոշակի անակնկալ առ այսօր էլ պարունակում է իր ներսում։ Դուք ինչ եք կարծում, թուրքական կողմը ինչպիսի ռեակցիա կդրսևորի դրա նկատմամբ եւ արդյոք դա Աբդուլլա Գյուլի սրտով էր ձեր այդ հրավերը։ Դեք անշուշտ Աբդուլլա Գյուլը հնարավորություն չի ունենա ամենայն հավանականությամբ այդ հարցը քննարկելու եւ ժամանակը գա, որովհետեւ ինչպես հայտնի է, Աբդուլլա Գյուլը հայտարարել է, որ ինքը չի մասնակցելու նախագահական ընտրություններին եւ որպեսզի այդ հարցի պատասխանը մենք ավելի հստակ ունենանք, մնացել է ընդամենը 2 շաբաթ ժամանակ։ Բայց ես գնահատում եմ Գյուլին որպես քաղաքական գործիչի, որովհետև իմ համոզմամբ նա լայնախոհ մարդ է եւ շատ լավ գիտակցում է իր երկրի իրական շահը։ Իսկ թե կգա Թուրքիայի ընտրված նախագահ ով էլ նա լինի, մենք կիմանանք առնվազն ընտրություններից հետո կամ էլ ապրիլի 24-ի նախօրյակին, որովհետև նորից եմ ասում, հիմա հայտնի չի, թե ով է լինելու Թուրքիայի նախագահը։ Բայց այս առումով պետք է ասեմ, որ ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, ցեղասպանության հետ կապված, բնական է, որ այս ժամանակահատվածում մինչև 100-րդ տարելից ես ունենալու եմ բազմաթիվ հնարավորություններ, ինչպես առանձին հարցազրույցների տեսքով, այնպես էլ ելույթների տեսքով իմ կարծիքը արտահայտել այս հարցի շուրջ։ Եվ վերջում պարոն նախագահ, ընդամենը մի քանի օրից ձեր ծննդյան օրն է։ Հետաքրքիր է 60-ամյակի շեմին հանրապետության նախագահի ներսում ինչ է կատարվում։ Ես ինձ այն մարդկանց թվին չեմ դասում, ովքեր նախորոք, վաղորոք, այսպես պատրաստվում են իրենց ծննդյան տարեդարձներին։ Բայց դա հոբելյանական է, պարոն նախագահ։ Հասկանում եմ, որ հոբելյանական է, բայց այս հոբելյանական տարեդարձը ցավոք սրտի ես չեմ կարող ասել, թե այն հանգրվանն է, որտեղ ես արդեն իրականացված եմ տեսել իմ բոլոր երազանքները։ Դեք մարդը արածը այնպիսին է, որ միշտ փորձում է այսպես ինչ որ հիշարժան տարեթվերի հետ կապել որոշակի հանգամանքներ։ Որից եմ կրկնում, ես չեմ կարող իմ 60-ամյակի առիթով ասել, որ իմ բոլոր ցանկությունները իրականացել են, ուստի այլ հանգամանք չի մնում, քան սպասել հաջորդ հոբելյանին, 65-ամյակին, որ իհարկե ես կցանկանայի դիմավորել արդեն ազատ Արցախով, հստակ հաստատված խաղաղությամբ եւ արագ տեմպերով զարգացող Հայաստանով եւ նույնչափ արագ տեմպերով ներգաղթ երևույթներով։ Ես կցանկանամ, որպեսզի բոլոր նրանք, ովքեր նշում են իրենց ծննդյան տարեդարձները, կատարված ցանկություններով դիմավորեն։ Շնորհակալություն ևս մեկ անգամ, պարոն նախագահ, մեր հրավերը չմերժելու համար։ Այսպիսին էր հարցազրույցի այս թողարկումը։ Մեր զրուցակիցը այսօր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն էր։ Հաջողություն։